մենք անցյալ տարվանից մեկնարկել ենք Մատյանների տունդարձը Արշավը, որի նպատակն է համահայկական ջանքերով, պետական կառույցների աջակցությամբ, մասնավոր հատվածի աջակցությամբ նպաստել մեր ձեռագրերի, մեր անգին գանձերի տունդարձի կարևոր ընթացքին։ Եվ բարեբախտաբար այս գաղափարը, այս ուղերձը գտավ իր բարեկամներին։ Հայրենիք վերադարձած յուրաքանչյուր ձեռագիր, յուրաքանչյուր պատառիկ անգնահատելի ներդրում է մեր ինքնությունը եւ ժառանգությունը, արժեքները ու իմաստությունը պահպանելու, սերունդներին փոխանցելու եւ աշխարհին ներկայացնելու գործում։ Որպես Հայաստանի տնտեսության մեջ զգալի ներդրում ունեցող պատասխանատու կազմակերպություն, մենք չէինք կարող չմասնակցել նման նախաձեռնություններին եւ շատ ուրախ ենք, որ մեր փոքրիկ թեկուզ ներդրումը ունեցանք այս կարևոր գործում։ Երեք միավոր ենք որպես ընծա ստացել այսօր, մեկը Զաքարյա Ավանցու 17-րդ դարի հռչակավոր գրչի, մանրանկարչի 10 մանրանկարներն են։ Սա շատ արժեքավոր է հատկապես իր պատկերագրական առանձնահատկություններով։ Այդ մանրանկարները մուտք են գործում Մատենադարան իբրև այլևս հայ ժողովրդի սեփականություն։ Հաջորդը Երեմիա Մեղրեցու դարձյալ 17-րդ դարի նշանավոր մի գործչի հոգևորականի ժողովածու է, ինչով է սա հատկապես կարևոր, որ այստեղ մի ստվար հատված վերաբերում է Աստվածաշնչում շրջանառվող հասկացություններին եւ բառերին, սա ըստ էության բացատրական բառարան է եւ չափազանց կարևոր հայոց լեզվի պատմության ուսումնասիրության տեսակետից։ Վերջին անգամ նոր ջուղայից ձեռագիր ենք ստացել շուրջ 12 տարի առաջ եւ 12 տարի ընդմիջումից հետո նոր ջուղայում գրված մի ձեռագիր մուտք է գործում Մատենադարան։ Երրորդը կհամադրի մեր օտարալեզու ձեռագրերի հավաքածուն, սա Եթովպերեն ձեռագիր է 19-րդ դարի մագաղաթի վրա գրված։ Պարոն Հանեսյան, թույլ տվեք խորին երախտագիտություն հայտնել Մատենադարանի յուրաքանչյուր աշխատակցի անունից այս մեծարժեք ընծայաբերման համար։ Այս համագործակցությունը, որը մինչ օրս նախադեպ չի ունեցել, ավելին է, քան պարզապես հուշագիր։ Դա մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է եւ առաքելությունը։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ Մատենադարանի անձնակազմին եւ հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը կլինի նաեւ ոգևորիչ մեր գործընկերների համար, որպեսզի իրենք էլ իրենց մասնակցությունը ունենան այս շատ կարևոր գործում։ Շնորհակալություն։